արդեն բավական երկար ժամանակ է Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն առավոտ Facebook-յան իր էջում տարբեր հարթակներով թիրախավորել է հայոց եկեղեցին, հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Գրում է ամենատարբեր բովանդակության, ուղղակի հայոյախոսում է այս մարդը եւ վերջ չկա։ Մեր եկեղեցին տարբեր հայտնի հոգևորականներով, բարձրաստիճան հոգևորականներով, նաև հոգևոր ժողովով հակադարձեց, փորձեց այս մարդուն հասկացնել, որ չի կարելի այդպես խոսել։ Տարբեր մտավորականներ են հանդես գալիս, որ չի կարելի, որ քաղաքական իշխանությունը այս կերպ խառնվի եկեղեցու գործերին եւ նման վարկաբեկիչ ոճով խոսի, մեր եկեղեցու հասցեին, բայց նա չի լռում։ Ինչ ծրագիր է իրականացվում։ Նախ ոչ միայն իրավունք չունի, այլ սահմանադրության խախտում է, սահմանադրական կարգի 17-րդ հոդվածով ապահովված պետության եւ եկեղեցու տարանջատումը, ինչպես նաեւ ներպետական օրենքների, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը, որով սահմանված է, որ պետությունը չի կարող խառնվել որևէ կրոնական կազմակերպության ներքին կյանքին, իսկ նաեւ քրեական օրենսգրքով պատիժ է, որովհետեւ 209-րդ հոդվածով կրոնական կազմակերպության գործունեությունը խոչընդոտելն է պատիժ սահմանում, իսկ եթե պետական պաշտոնյա է դա անում, ծանրացուցիչ է հանգամանքը, ավելի մեծ պատիժ է հասնում։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է, Նիկոլ Փաշինյանը իշխանազավթման հերթական ակտն է կատարում, քանի որ նա զավթոֆիլ է իր էությամբ, բայց բոլոր ինստիտուտները արդեն կամ զավթել է կամ քանդել է, ինքը երբ որ արդեն իշխանության էր, եթե այդ էյֆորիկ վիճակում էր, ոչ լրատվամիջոցները, ոչ ժողովուրդը չէին նկատում այն ինստիտուտները մասնագիտական, որ ինքը քանդում էր, մասնավորապես գեոդեզիա ինստիտուտը, որ վերացրեց, հետո արդեն սկսեց մանր բանակին անցնել, դատարաններին անցնել, զավթելով շարունակել գնալ առաջ։ Եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատությունն է, շուրջ 80% վստահելիություն ունի, եւ սա սպառնալիք է նրա իշխանության համար, քանի որ նա ընդամենը 15% վարկանիշ ունի, այսպիսի ցածր վարկանիշ իշխանություն երևի չես գտնի աշխարհում, որ սրանք ունեն։ Ու դրա համար այո, եկեղեցին սպառնալիք է իր իշխանության համար։ Բայց մյուս կողմից, եկեղեցին այն կառույցն է ամենակազմակերպված եւ աշխարհով մեկ սփռված, որը հիմա ամենաարդյունավետն է կազմակերպում հայերի իրավունքների պաշտպանությունը։ Աշխարհով մեկ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման ին վրա հույս չդնեք, այլ աշխարհով մեկ։ Ու այդ հաստատությունը փաստորեն Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրերին, Արցախի վերացմանը, Տավուշի տարածքները տալուն, Հայաստանը կազմաքանդելուն հակասում են։ Ու դրա համար հնչում է Փաշազադեից հրահանգներ, որը սկսում է կատարել Նիկոլ այս երիտասարդը։ Ու այդ իմաստով, թեև այս ամբողջը բացի հայկական իրավունքի խախտումներից, սահմանադրության տապալումից, ինչը նշանակում է, որ նա իրավունք չունի այլևս վարչապետ լինելու, նա մի անգամ չի տապալել, սահմանադրությունը Արցախը հանձնելով է տապալել, Տավուշի տարածքները տալով է տապալել, դատական իշխանության դեմ ոտնձգություններով է տապալել, այսինքն մի քանի անգամ է նա տապալել, վաղուց ինքը լեգիտիմ չի, կապ չունի, որ ժողովուրդը ինչ որ տոկոս նրան ընտրում է, բայց եթե գործադիրի ղեկավարը խախտել է սահմանադրությունը եւ իմ իրավունքները ոտնահարել է, նա այլևս լեգիտիմ չի, նա իրավունք չունի լինելու պետության ղեկավար։ Մինչդեռ տեսեք, եթե կրոնական կազմակերպությունը իր ներքին կյանքում իր կանոնակարգին չի համապատասխանում, որևէ ինչ որ գործողություն է տեղի ունեցել, ենթադրենք, ասենք Եհովայի վկաները կանոն ունեն, որ արյան փող պատվաստում չեն անում, չէ՞, ենթադրենք Եհովայի վկաների այդ տնօրենը, ղեկավարը այդպիսի բան է արել։ Դա որպես քաղաքացի իմ գործը չի, թե իրենց բանում ինչ են անում։ Բայց երբ որ սահմանադրություն է խախտվում, ներպետական օրենքներ են խախտվում, ինչպես նաև միջազգային իրավունքն է խախտվում, որպես քաղաքացի բոլորիս է վերաբերում։ Այսինքն թե ունենք 80% եկեղեցու շուրջ համախմբում, այն 20%-ը, որը ենթադրենք չունի կամ հայ առաքելական եկեղեցու հետևոր չի կամ այլ կրոնական կազմակերպություն, բոլորին է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի արածը եւ այստեղ է լեգիտիմության խնդիրը, ոչ թե նրա մեջ, ինչ հայհոյախոսությամբ սպառնում է Նիկոլ Փաշինյան երիտասարդը։
Ձեր խոսքից հասկացա, որ նրա ամբողջ նպատակը, հիմնական նպատակը սեփական իշխանությունը պահելն է, բայց գուցե մենք պետք է ավելի խորքային մոտենանք այն գործընթացներին եւ նրա այս գրառումներին, նաեւ իր տիկնոջ գրառումներին, որ սա ոչ թե զուտ միայն այս խմբակի իշխանությունը եւս մի քանի տարով երկարաձգելն է, այլ կա հստակ ստվերային մի ծրագիր, զարուրելի ծրագիր, որով երևի թե ինքը բերվեց եւ այդ մասին խոսվում էր 2018-ին ճանապարհային քարտեզ էր ասվում կար, որը անգամ կային մարդիկ, որոնք ասում էին պարոն Իշխանյան հետեւյալ միտքը, եթե այդ ծրագիրը Նիկոլ Փաշինյանը գա իշխանության եւ իրականացնի, դա հայոց պետականության ավարտն է։ Հիմա Արցախի հանձնումից հետո թիրախավորվում են մեր ազգային արժեքները։ Եվ մենք այս նույն ֆոնին տեսնում ենք ինչպես նա գնաց Թուրքիա, ինչ հարաբերություններ է փորձում հաստատել, ինչպես նա մտավ մզկիթ եւ այլն եւ այլն։ Ճիշտ հիշեցրեցիք նաև Փաշազադեի հայտարարությանը հլու հնազանդ գործընթաց սկսեց եկեղեցու դեմ։ Մենք հիմա կարող ենք հստակ ասել կոնկրետ, որ սա ուժային կենտրոններից կամ ուղղակի հենց հարևան թշնամի երկրներից ադրբեջանա-թուրքական տանդեմից ուղղորդվող հստակ ծրագիր է, որի գործիքը Փաշինյանն է, իրականացնողը Փաշինյանն է Հայաստանում։ Տեսեք, դա շատ բազմաշերտ է, միաշերտ չի, հա, որ մենակ ասես Թուրքիան է եւ դրանով սահմանափակվեց, որովհետեւ Փաշինյանական մտածողության եւ իշխանության մեջ շատ տարբեր մոտիվացիաներ են թաքնված։ Այո, կան նաեւ, ասենք, թուրքասեր հասարակություն, կա, ասենք, պացիֆիստական, պսևդո պացիֆիստական խաղաղասիրական հասարակություն, կա արևմտյան արժեքները սխալ ընկալած հասարակություն, որը ի վերջո Արցախի հանձնման պարագայում կապվում էր, հա, բանի հետ, արևմուտքի քաղաքականության հետ։ Այսինքն սա շատ տարբեր շերտերով քննարկելու հարց է եւ ժամանակը չի հերիք հիմա քննարկենք, բայց մեկը մյուսին չի հակասում, այսինքն իշխանությունը պահելը Նիկոլ Փաշինյանի համար եւ կատարել թուրքական պահանջները մեկը մյուսին չի հակասում։ Ինչու՞։ Որովհետեւ այն հանցագործությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը եւ որի պիկը Արցախի հանձնումն էր, այդ հանցագործություններից հետո ինքը պետք է մնա իշխանության, որպեսզի իր կաշին փրկի։ Եվ ավարտին նաև հասցնի այդ ծրագիրը։ Եվ ավարտին հասցնի հիմնական, այո, այդ ծրագիրը։ Ու այս արդեն զուգորդվում է իրար հետ։ Ինքը եւ ծրագիրը ավարտին հասցնելը նշանակում է իր կաշին փրկելը, որովհետեւ որ պահից որ ինքը իշխանությունը կորցնի, խնդրեմ է առաջանում իր կյանքի եւ Խաչատուր Սուքիասյանի դրամապանակի համար, որը նաեւ այս ծրագրի բանն է, հա, հիմնական շահառուն է Խաչատուր Սուքիասյանը որպես հավաքական այդ բան կերպարը։ Նիկոլ Փաշինյանի պարագայում հետեւյալն է, եթե դուք նայեք, ինչ վերաբերում է ինձ եւ ձեզ եւ բոլորիս, ինքը շատ հեշտությամբ զիջում է, հա, հանգիստ։ Օրինակ վերցնենք Արցախն է, մեր ճանապարհներն են, բան, մեր գործարարներն են, որոնց բանտը նստացնում մեր գեներալ, հանգիստ զիջում է, բայց ինչը վերաբերվում է իրան, մինչև վերջ, մինչև ատամները սրած, մինչև վերջ պայքարում է։ Եվ ըստեղ է, որ ինքը լեգիտիմ չի, ինքը ժողովրդի ծառան չի, այլ ինքը Թուրքիայի զինվորի արյան շահերի երաշխավորն է։ Հարցս նաև նրանով էր պայմանավորված, որ փաստորեն այս անձի թիկունքում կարող ենք նաև ասել, որ կանգնած են այդ երկու պետությունները, որոնց անունները ես տվեցի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Եվ հիմա ես ուզում եմ անցնել նաև հաջորդ հարցին՝ իսլամական համագործակցության կազմակերպությունը օրեր առաջ, իդեպ անմիջապես Փաշինյանի Թուրքիա կատարած այցից 1 օր, եթե չեմ սխալվում, անց ընդունեց Հայաստանի համար խիստ վտանգավոր մի բանաձև, Ստամբուլյան բանաձև անվամբ, որի մեջ խոսվում է այսպես կոչված Խոջալույի ցեղասպանությունն է վերագրվում հայերիս, խոսվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի մասին, որն ուղղակիորեն մեր երկրի 60%-ն է, խոսվում է ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցման մասին եւ այլն եւ այլն։ Մենք ինչի հետ գործ ունենք եւ ինչ վտանգների առաջ ենք նորից կանգնում։ Ադրբեջանը հիմա զբաղված է աշխարհը կոնսոլիդացնելով Հայաստանի վերացման համար եւ պետք է ինքը գտնի շահեր, որտեղ կկարողանա դա կիրառել։ Օրինակ Արցախի հանձնման պարագայում ինքը Եվրոպային կոնսոլիդացրել է Արցախը հանձնելու վրա, որովհետեւ Եվրոպան ուներ իր շահը Արցախից ազատվելու եւ այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թույլատնելու Իրանին օղակի մեջ վերցնելու համար եւ նա կարողացել Եվրոպային, Իսրայելին, ԱՄՆ-ին կոնսոլիդացնել Արցախը հանձնելու համար։ Հիմա Հայաստանը
վերացնելու պարագայում, ինքը փնտրում է այլ տեղ աշխարհը կոնսոլիդացնելու։ Ցավոք սրտի մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել արաբական երկրների հետ, բայց այս իշխանության պարագայում մենք հաճախ չենք ասում, նա միայն Ռուսաստանի հետ հարաբերությունները չի խզել, հա, արաբական երկրների հետ էլ է մեզ խնդիրներ առաջացրել։ Ու այս պարագայում հիմա փաստորեն ինքը նաև կարողանում է Ադրբեջանը այդ արաբական աշխարհին օգտագործել եւ հետաքրքիրը որն է որ արաբական աշխարհին ինքը օգտագործում է կոնսոլիդացնում է մեր դեմ, հա, Հայաստանը բանանելու, բայց նաև քրիստոնեական աշխարհի հետ մեզ գժտեցնում է, այսինքն որտեղ մենք ունենք կոնսոլիդացիա, ինքը վերացնում է, ինքը ինչ է անում, գնում է Վատիկանում, մի հատ պստիկ համաժողով է անում, ոչ մի բան, ու այնքան որ լուրերով լինի, եւ մեզ մոտ հասարակությունը սկսում է ըստ իր բանի զգացականի արձագանքել եւ ակնկալում են որ եկեղեցին պետք է նաեւ մտնի այդ կոնֆլիկտի մեջ եւ այլն նույնը անում է նաեւ ռուս ուղղափառ եկեղեցու հետ իրենց հրավիրում է իրենց համաժողովներին այնտեղ հանդիպումներ մեկ ռուս ուղղափառ եկեղեցուց որևէ սպասավոր մի պրոադրբեջանական բան ասի մեզ մոտ սկսվում է այդ կոնֆլիկտը այսինքն այս իմաստով Ադրբեջանը խաղում է ինքը իր ընդհանրապես թուրքական ազգի էությունը, նպատակը եւ ամբողջ կյանքի իմաստը այս խաղերն են։ Ռազմավարություն, տակտիկա, հաղթանակ։ Իրեն մշակութային առումով որևէ բան տես իրենց չի հետաքրքրում, իրենց ավելի հետաքրքրում է սա։ Ու սա շատ արդյունավետ անում է։ Ես հույս ունեմ, որ մեր սերունդները եւ մեր ներկայիս սերունդը մի քիչ ավելի բարդ կլինի, որտեղ մեր նեյրոնային ցանցերը արդեն հստակեցված են, որ ինքն էլ սկսի այդ ռազմավարությամբ առաջնորդվել ու հասկանա որտեղից ինչ շահ ունի, չդիտարկի, որ սա 100% թշնամի է, սա 100% բարեկամ, այլ այդ իրենց մեջ գտնի այն նուրբ տեղերը, որտեղ կարա համագործակցի եւ որտեղ կարա Ադրբեջանի եւ մեր թշնամիների դեմ այդ կոնֆլիկտներից օգտվի։ Օրինակ 57 պետություն իսլամական այդ համագործակցության կազմակերպության մեջ կան, որոնք Հայաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել անցած տարիներին։ Հիմա բացառիկ դեպք է, որ նրանք հակահայկական այս բանաձևի շուրջ միավորվել են, դուք շատ ճիշտ նկատեցիք, Ադրբեջանի նպատակը, այո, հակահայկական այս բանը տարածել աշխարհով։ Մենք այս փաստի հետ նաև գործ ունենք։ Հիմա ես, պարոն Իշխանյան, եզրափակենք մեր հարցազրույցը, ես կուզեմ հետեւյալ հարցը տալ, ինչ է հիմնականում հարցում եմ իմ բոլոր բանախոսներին, իմ զրուցակիցներին, ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից։ Մենք պիտի գնանք, ոնց պիտի ազատվել Նիկոլ Փաշինյանից, այսպես ասեմ, որը ուղղակիորեն բոլոր փաստերով ապացուցում է, որ ինքը արտաքին կոնկրետ ուժային կենտրոններից բերված անձ է Հայաստան պետությունը ոչնչացնելու համար։ Ոնց պիտի լուծենք հարցը։ Շատ հեշտ։ Նախ պետք է լինենք համբերատար ինչ իմաստով։ Աշխարհակարգը այն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված վերացավ եւ պետությունների ագրեսիաները, իրավունքների խախտումները, այդ բոլոր այդ սկզբունքները հիմա գոյություն չունեն։ Հիմա այս կոնֆլիկտների մեջ համաշխարհային ձևավորվելու է նոր հասարակարգ։ Մենք պետք է սկսենք պատրաստվել այդ նոր հասարակարգին մեկ սա միակը չէ, հա, որտեղ արդեն այդ կանոնների հետ կապված մենք պետք է այն դիրքորոշումը ունենանք, որպեսզի Թուրքիան ոստիկան չլինի այդ հասարակարգում, հա, ասենք, չգիտեմ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների մեջ չմտնի եւ այլն բան։ Մյուսը վերաբերում է ինքնակատարելագործվելուն եւ մեր շրջապատին, ովքեր մեզ հետ են, ինքնակատարելագործերուն։ Այսինքն ամեն հնարավոր պարագայում աշխարհի զարգացման հետ մենք պետք է անընդհատ մտածենք նոր բան սովորելու մասին։ Օրինակ արհեստական բանականությունն է հիմա արագացնում հաղթանակները, պետք է բոլորս մտածենք մի քիչ ավելի շատ արհեստական բանականություն։ Քաղաքագիտությունն է պետք ավելի շատ ուսումնասիրել, որպեսզի հասկանալ Թուրքիան ինչ է անում, ոնց է անում, եւ ռազմավարությունը պետք է ուրեմն այդ գրքերը գտնենք, կարդանք, գնանք դասախոսների մոտ սովորենք։ Պետք է օրինակ ասենք այսօր Նայիրի Հոխիկյանը Արցախի թեմը միջոցառում անում, պետք է օգնենք, որ իրաց միջոցառումը լավ ստացվի, մեկ ուրիշն է մեզ հետ կապված լավ անում, պետք է օգնենք ինքը լավ ստացվի։ Ու այս փող համաձայնության պայմաններում ինքը ստեղծվելու է նաև այն, ինչ առաքելություն են հայերը այս աշխարհում, մյուս ազգերին օգնել այս բարբարոսներից ու բռնաճնշողներից ազատագրվել։ Այդ թվում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները, թալիշները, լեզգիները, որտեղ մենք չենք խոսում դրա մասին, բայց պետք է իմանանք, հա, որ միայն հայերի հարց չի սա համամարտկային հարց է նաև, որը շատ սուր է հայ ազգի պարագայում, բայց օրինակ 2020 թվականին, որ նոյեմբերի 9-ին իմիջիայլոց Շուշիի անկման օրը, որ Ադրբեջանի բանտում սպանեցին թալիշների առաջնորդ
Աբոզադեին կամ 2009 թվականին նույնպես չէ Թալիշների առաջնորդ Մամեդովը սպանեցին, դրանից առաջ առաջնորդին ցմահ դատապարտեցին։ Այստեղ այսինքն հարցերը, որտեղ մենք լինելով ազատամարտիկներ, մենք պետք է նաև ազատենք մյուս ժողովուրդներին եւ ճնշվածներին այս բարբարոսական ազդեցություններից։ Սա ուղղակի բնիկների դեմ, կարծում եմ, Ադրբեջանի արեստացին հետ պետության պայքարն է, տարածաշրջանի բնիկ ժողովուրդների դեմ, իսկ հայերի դեմ բնականաբար առավել եւս որպես դարերի հազարամյակների Մենք ամենաուժեղն ենք պայքարում, նաև էդ էլ պետք է հաշվի առնենք։ Մենք քանի որ ունենք այդ դարերի հազարամյակների հիշողությունը, դա մեզ ուժ է տալիս, եկեղեցու պատմությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի մենք ավելի հավատանք մեր պայքարին, բայց մենք պետք է նաև հավատ ներշնչենք, օրինակ Ադրբեջանի լեզգիներին, թալիշներին, որոնց լեզվի իրավունքն է խախտ, չեն թողնում այդ մարդիկ իրաց լեզուն սովորեն։ Մենք պետք է նաև այդ Ադրբեջանի քաղաքացիներին, այդ որ բանտեր 7 լրագրող, երբ որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանում էր, 7 լրագրող 7.5-ից մինչև 9 տարի ազատազրկման են դատապարտել։ 7 լրագրող, մեկն էլ դրանցից Ազատություն ռադիոկայանի լրագրողը։ Այսինքն մենք պետք է նաև ազատագրենք Ալիևյան ռեժիմից ադրբեջանցիներին, որոնք գլոբալ պայքար պիտի բղի հայ ժողովուրդը, բայց մենք ժամանակն ունենք, մենք երկիրն ենք մեր կորցնում։ Ուրեմն Ժամանակատար է էլի այդ պայքարի տարբերակը, որ դուք ասում եք։ Ուրեմն մեր բանը արեգակնային համակարգը դեռևս 5 միլիարդ տարի գոյություն է ունենալու, արևը ապրելու է 5 միլիարդ տարի, մինչև այդ բավականին շատ բաներ կլինեն։ Հայ ժողովուրդը ինքը հասուն 700 տարի պետականություն չուներ, բայց շարունակում էր երազել դրա մասին։ Հիմա ես կարծում եմ, որ չի ավարտվում եւ սկսվում ինչ որ պահից հայ ժողովրդի առաքելությունը, ինքը պերմանենտ պայքարի մեջ է, ու այդ պարբերականության մեջ մենք ունենք այո 5 միլիարդ տարի, դրանից հետո կա նոր մոլորակներ, գնանք գրավենք այլ մոլորակայիններին, ազատագրենք ընդեղի Ալիևյան այլ մոլորակայիններից եւ այլն, բայց դա շատ կարեւոր է, որ հայ ժողովուրդը բացի իր ազգայինից, որը խիստ փոխկապակցված է, հա, այդ ազգայինով է սկսվում, ազգային ինքնությունից սկսվելով ինքը շարունակվում է երկիր մոլորակին օգուտ տալու համար, որովհետև մեր հայրենիքը Հայաստանն է, հայկական լեռնաշխարհը, բայց մեր ամբողջական տունը երկիր մոլորակն է, օդը, թթվածինը, բան ամեն ինչ նույն կա, չէ, այդ բանը։ Դրա համար այո, մենք պետք է օգտվենք մեր առաքելությունից եւ մեր ազատագրության միջոցով բանը պրոյեկտենք դեպի այլոց ազատագրումները։